Բարև բոլորին։ Այսօրվա հանդիպմանը կզրուցենք թվերի բաժանելիության մնացորդների վերաբերյալ սովորական բաժանելիության ընդհանրացումը, այսինքն բացասական թվերի համար, ու նաև խոսենք բացասական մնացորդների մասին։ Մինչև այդ ամեն ինչին անցնելը մի հատ վերհիշենք, թե ինչ ենք ասում, ինչ ենք հասկանում բաժանել ասելով։ Այդ գաղափարը երկու ձև ենք կարող ընկալենք, օրինակ թիվը բաժանել երկուսի, ինչ-որ քանակի իրերը բաժանել երկուսի, կարանք կամ հասկանանք որպես բաժանել երկու հավասար մասերի, այսինքն երկու խմբի, կամ երկրորդ մեկնաբանությունը կլինի բաժանել երկու հատանոց խմբերի։ Առաջի դեպքում քանորդը մի խմբի անդամների քանակն է, երկրորդ դեպքում քանորդը խմբերի քանակն է։ Մնացորդը ահագին ավելի հարմար է հաճախ պատկերացնել այս երկրորդ մեկնաբանությամբ։ Օրինակ, եթե թիվը փորձում ենք բաժանենք 3-ի, այսինքն բաժանում ենք 3 հատանոց խմբերի, ինչքանը տակը մնում է, որ խումբ չի ձևավորվում, այդքանը ասում ենք, որ մնացորդն է A թիվը B թվի բաժանելիս։ Եկեք մի քիչ ընդհանրացնենք այս պահին մնացորդի գաղափարը։ Մնացորդ ասելով միշտ հասկանում ենք այն ամենափոքր թիվը, որ տակը առանձնանում է, չէ՞։ Օրինակ, կարող ենք նաև ասենք, որ սա մեր մոտ 8-ն է, բաժանել ենք 3-ի, հավասար է 2 ու 2 մնացորդ։ Կարող ենք մի քիչ ավելի ընդհանրացված ասենք 5 մնացորդ է տալիս 8-ը 3-ի բաժանելիս, որովհետև եթե 5-ից հանենք այս 8-ը, տակը կմնա 3-ի բաժանվող թիվ։ Այսինքն իրականում այդ եթե վերաձևակերպենք սենց 8-ից ինչ հանենք, որ արդյունքը բաժանվի 3-ի, այդ դեպքում կլինի համ 2-ը, համ 5-ը, համ էլ հենց 8-ը չէ կարող լինի։ Բայց մնացորդը սահմանում ենք որպես ամենափոքր բնական թիվը, այսինքն R-ը, ամենափոքր ոչ բացասական թիվը, որը փոքր է մեր բաժանարարից, այս դեպքում 3-ից, նայից որ 8 հանած R-ը բաժանվում է 3-ի, այսինքն 8-ը կարող ենք ներկայացնել A անգամ 3 գումարած R տեսքով։ Մի հատ էլ սա թվային առանցքի վրա մեկնաբանենք, որովհետև բացասականների դեպքում թվային առանցքով մեկնաբանությունը ահագին օգտակար է լինելու։ Եթե 8-ը բաժանում ենք 3-ի, ոնց որ 0-ից սկսենք, 3 հատանոց քայլերով գնանք, նենց որ հնարավորինս մոտիկ հասնենք 8-ին, բայց չանցնենք, տակը ինչքան մնաց, այդ անվանում ենք մնացորդը։ Հիմա իրականում մնացորդը նաև որոշ դեպքերում հարմար է լինում իրան բացասական դիտարկել։ Բացասական մնացորդը կարանք մեկնաբանենք սենց։ Եթե 0-ից սկսենք քայլերով գնալ, 8-ից անցնենք, ամենակիչը ինչքան հետ գանք, որ հասնենք մեր թվին, այսինքն 8-ից ինչքան ամենակիչը անցնենք ու հետ գանք, որ հասնենք մեր թվին։ Կամ եթե այս իրերի մանրադարիների քանակով մեկնաբանենք, ինչքան պետք է ավելացնենք, որ եւս մի խումբ ձևավորվի։ Այսինքն այդ լինելու է իրականում 8-ից հանած 3-ից հանած R-ը, չէ՞։ Եթե մեր բաժանարարը 3-ն էր ու տալիս էր R մնացորդ, կարանք ասենք, որ տալիս է նաև մինուս 8-ից հանած R մնացորդ։ Օրինակ, ասում ենք, որ 8-ը 3 անգամ ինչ-որ մի բան գումարած մինուս 1-ն է։ Այս դեպքում 3 անգամ 3 գումարած մինուս 1։ Այսինքն բացի այն, որ ասում ենք տեսականորեն կարանք համարենք, որ 5-ն էլ է 8-ի համար մնացորդ 3-ի բաժանելիս, նույն ձևով կարանք ասենք մինուս 1-ն է մնացորդ։ Ոնց որ 3-ով ավելացրեցինք, մի հատ էլ 3-ով որ պակասացնենք, ինչքան կդառնա մինուս 1, չէ, որ 2-ը 3-ով պակասացնենք։
Կարելի մի հարց, Նարեկ ջան, որ դուք ասում եք -1 է մնացորդ, հիմա կողմնորոշումը ո՞նց ենք տալիս, -1-ը, թե 2-ը իրականում, եթե չենք նշում բնական թվերը։ Եթե ոչ մի բան չենք նշում, միշտ ընդունված է համարել, որ մնացորդը ոչ բացասական թիվ է, որը խիստ փոքր է Բացասական։ բաժանելիից։ Հա, Բաժանելիից։ լավ, այսինքն դա լինում է 2-ը, ոչ թե -1-ը։ Հա, Այսինքն շատ շնորհակալ եմ։ բոլոր դեպքերում հենց հստակ ճշգրիտ մնացորդը 2-ն է, ուղղակի հիմա ընդհանրացնում ենք այդ գաղափարը, ասենք որ կարանք նաև նենց դիտարկենք, որ ուրիշ բան ստացվի մնացորդը։ Հիմա տեսնենք օրինակ բացասական մնացորդ դիտարկելը ինչին կարա հարմար լինի։ Երկու թիվ դիտարկենք, M1-ն ու M2-ը։ M1-ը թող լինի A անգամ N1 գումարած R1, M2-ը B անգամ N-ու կա գրենք, որ շատ ինդեքսներ չգրենք, Պլյուս R2։ Մի հատ պարզ հատկություն, որ երկու թվերի արտադրյալի մնացորդը նույն մնացորդն է տալիս, ինչ իրանց մնացորդների արտադրյալը։ Այսինքն M1 անգամ M2-ը, եթե գրենք իրանց այս ձևի ներկայացումներով, BK ներողություն, այստեղ A-նորից պետք է գրենք, որտեղ I ենք բաժանում երկու դեպքում էլ։ A անգամ K գումարած R2, փակագծերը բացենք, լինելու է A քառակուսի NK գումարած AN R2 գումարած AK R1 գումարած R1 R2, որը հավասար է A անգամ ինչ-որ մի բան գումարած R1 R2։ Սրանով ապահովեցինք մեր սկզբնական պնդումը, որ թիվը երկու թվերի արտադրյալը նույն մնացորդն է տալիս, ինչ իրանց մնացորդների արտադրյալը։ Այստեղ իհարկե կարա մնացորդների արտադրյալը չլինի հենց մնացորդը, օրինակ 5 անգամ 8-ը։ Մի հատ էլ մնացորդների արտադրյալը էլի պետքա մնացորդ անենք։ 5 անգամ 8-ը եթե բաժանեն 3-ի բաժանելուց մնացորդը նայենք, երկուսն էլ երկու մնացորդ են, չէ՞ տալիս։ Այստեղ կասենք, որ սա նույն մնացորդն է տալիս, ինչ իրանց մնացորդների արտադրյալը 2 անգամ 2-ը, բայց քանի որ մնացորդը 4 չի լինում, ճիշտ հստակ սահմանման դեպքում, այսինքն 0-ից մինչև 3 երկու միջակայքում պետք է լինի, ուրեմն սա էլ բաղդատելի է 1-ի։ Նույն մնացորդ տալը նաև կոչում ենք բաղդատելի։ Այս առաջի դասի մեջ պարբերականության մեջ օգտագործել ենք ինչ բանը։ Նախորդ տարվա առաջի հանդիպման, հա։ Հա։ Բայց այնտեղ ոնց որ բացասական թվերի բաժանման մասին չի խոսացել, բացասական մնացորդներ։ Մի հատ դաս կար խոսացել եք, չեմ հիշում որը, բայց մի հատ դաս կար Գոգյանն արել։ Հա, բացասական թվերի համար։ Լավ, ամեն դեպքում չի խանգարի նորից անելու, որովհետև ինքը ակին խճճող գաղափար է, էլի, երբ որ սկսում ենք չի խանգարի, շատ։ Որ բացասական թվի մնացորդին անցնենք, կսկսենք մի քիչ խճճվել է բոլորով։ Ուրեմն 5 անգամ 8-ը, տվեց 1 մնացորդ։ Հիմա որտեղ կարող հարմար լիներ բացասական մնացորդի գաղափարի կիրառումը, օրինակ, երբ որ սենց թվեր նայենք, 14 15 անգամ 15 անգամ 28-ը 15 անգամ 30-ը թող լինի, ինչ մնացորդ է տալիս 8-ի բաժանելիս։ Բաժանած 8 հավասար է հարցական ու հարցական մնացորդ։ Next այվոր նայենք 15-ի մնացորդը 7 է, 30-ի մնացորդը 2 է, ուրեմն պետք է հաշվենք 7 անգամ 2-ը 14, հետո հաշվենք թե 14-ը 8-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալիս, որը ստացվելու է 6։ -2 կամ
Ներողություն, ստեղ պետք է 6, ինչ? Այո։ Ստեղ 6 պետք է գրեի, ուրեմն 42-ը ինչ մնացորդ է տալիս, 2 մնացորդ է տալիս։ Իսկ եթե բացասական մնացորդներով նայենք, 15-ը 8-ի բաժանելիս քանի մնացորդ է տալիս? -1 -1, այսինքն այս 8-ից հանած 7-ը, չէ՞, նույն մնացորդն է, 7-ից հանած 8, -1 մնացորդ, 8-ն էլ, 30-ն էլ 6-ից հանած 8 -2 մնացորդ է տալիս, ու -2 անգամ -1-ը շատ ավելի հեշտ է երևում, որ ինքը 2-ն է։ Նույն ձևով կարանք ասենք, որ n-1-ի քառակուսին 1 մնացորդ է տալիս n-ի բաժանելիս, որովհետև 2 հատ -1-երի արտադրյալը, որը 1 է ստացվում։ Այստեղ բնականաբար տենց շատ էական տարբերություն չի տալիս այս օրինակներում, որտեղ պարզ թվային օրինակներ են ամեն դեպքում, բայց մի քիչ հեշտությունը զգացվում է, 7 անգամ 6-ի փոխարեն -1 անգամ -2 անելը շատ ավելի հարմար է։ Այսինքն մենք այս բացասական մնացորդի շնորհիվ նշանն ենք ավելացնում, բայց օրինակ կարանք ապահովենք, որ թվի կեսից միշտ փոքր լինի, չէ՞, մոդուլով։ Եթե 7-ը մնացորդը 7-ից հանած 8-ը -1 է դառնում, այսինքն 8-ի կեսից փոքր դառավ, 6-ի դեպքում 2 է դառնում, 5-ի դեպքում -3, 4-ի դեպքում -4, 5-ի դեպքում 3-ի դեպքում -5, 2-ի դեպքում -6, 1-ի դեպքում -7։ Այսինքն եթե նշանը մեզ նենց իրավիճակա, որ նշանը մեզ չի խանգարում, բայց թվերի փոքր լինելը մեր համար էական է, այդ դեպքում կարանք մեծ թվի փոխարեն վերցնենք հակադիրով, բայց մոդուլով ավելի փոքր թիվ։ Փոքր թվերի հետ էլի գործ կունենանք։ Բացասական մնացորդների հետ կապված այսքանը, անցնենք հիմա բացասական բաժանելիի դեպքում մնացորդը ոնց է որոշվում։ Ունենք օրինակ -12 թիվը, ուզում ենք բաժանենք 7-ի, տեսնենք քանորդում ինչ է ստացվում ու մնացորդում ինչ է ստացվում։ Տեսեք, այստեղ նորից մի հատ թվային առանցքի վրա պատկերացնենք։ Այսինքն իրանից աջ գտնվողը պետք է նայենք։ 14։ Իրանից ցախ գտնվողը, մինչև թվային առանցքը լավ, վերհիշենք, թե ոնց ասացինք, որ մնացորդի հիմնական սահմանումը ինչ միջակայքում էր մնացորդը, պետքա ստեղ լինի ինչ-որ a անգամ, ուրիշ ձև գրենք, a անգամ 7 գումարած r։ -14 + 2։ Ու ասացինք, որ պետքա r-ը լինի Մնացորդը կլինի 2։ դրական թիվ, որը 7-ից փոքր է։ Եթե սա ուզում ենք լինի դրական, այդ նշանակում է մենք թվային առանցքի վրա, սկսելով 0-ից, պետքա 7-ով ձախ գնանք, այնքան, որ հետո դրական թվով տեղաշարժվելով հասնենք -12-ին։ Դրական թվով նշանակում է պետքա վերջում աջ գնանք, ուրեմն այս -7-երով մենք պետքա գնանք -12-ից մեր թվից անցնենք բաժանելիից, հետո նոր մնացորդով հետ կանք դեպի աջ։ Հիմա եկեք մի քանի հատ ուղղակի թվային օրինակի վրա գրեմ, բոլորով միասին հաշվենք մնացորդները, օրինակ 20-ը հավասար է 7 անգամ x գումարած r, -42-ը հավասար է 15 անգամ x գումարած r, մի քանի հատ սենց գրեմ ու իրար հետ վերևից ներքև լուծելով գնանք։ -17-ը հավասար է 8 անգամ x գումարած r,
Ահա։ Մենք առաջինից նայել է, ահա։ Առաջին մնացորդը 1, Հավասար է 1, Որովհետև դեռ հավասար է 3, 7 անգամ մինուս 3 գումարած 1 երկրորդինը 3, 3 պլյուս 3 15 անգամ մինուս մինուս 3 3 պլյուս 3 գումարած 3 8 անգամ մինուս 3 պլյուս 7 8 անգամ մինուս 3 գումարած 7 15 անգամ 1 անգամ գումարած 1 անգամ 15, մինուս 1 պլյուս 6 ահա 7 անգամ Երկու։ մինուս 2 պլյուս 4 պլյուս 4 ահա Այսքանը հասկանալի էր, հիմա անցնենք փորձենք բացասական մնացորդները նաև բացասական բաժանելի դեպքում հասկանանք ոնց է լինում, ոնց են իրար հետ կապվում։ Այստեղ հենց այս առաջի օրինակի վրա որ նայենք, կարանք իրան գրենք 7 անգամ մինուս որ փորձենք ուզենք բացասական մնացորդ գրենք։ Ինչքան պետք է լինի այս մնացորդը առաջի հայացքից։ -6, Մինուս 6, եթե ամեն ինչ աշխատի նենց ոնց որ աշխատում էր դրական թվերի դեպքում, չէ՞։ Ու լավն է որ ամեն ինչ աշխատում է, տենց ոնց որ դրական թվերի դեպքում, այսինքն պետք է լինի 7 անգամ մինուս ինչ որ բան, գումարած մինուս 6 մնացորդ։ մինուս 2 պլյուս մինուս 6 7 անգամ մինուս 2 գումարած մինուս 6 Ստեղ կլինի 15 անգամ մինուս 2 -2 պլյուս մինուս 12 -12 գումարած -12 Ստեղ կլինի ներողություն 8 անգամ մինուս 2 գումարած մինուս 1 ահա Սա ոնց կլինի 9 անգամ մինուս 1 գումարած մինուս 6 չէ 15 անգամ մինուս Այստեղ 1 9-ի 9 մնացորդը անգամ մինուս 1 գումարած 0 15 15 անգամ մինուս 1 0 հանած 9 15 անգամ 0 հանած 9 հա 0 Դա կլինի 7 անգամ մինուս 1 գումարած մինուս 3 գումարած մինուս 3 Սաղ էլ գումարած մինուս 9 սարքենք Եկեք հիմա մի հատ սենց հարցի փորձենք պատասխանենք M-ը թող լինի A անգամ X գումարած R Պարզեք, թե ինչ մնացորդ է տալիս մինուս M-ը A-ի բաժանելիս անգամ x մինուս 1 գումարած M հանածեր x հանածեր ճիշտ ասացի մինուսեր անգամ x մինուս 1 Թվային առանցքը գծենք, տեսնենք առաջի տրված պայմանը ինչ է նշանակում ու դրա բացասականները անենք մնացորդը a մինուս r երևի անգամ x պլյուս 1 M-ը անգամ x գումարած R-ը նշանակում է x հատ I-ով գնում ենք H ու վերջում էլ R ու հասնում ենք M կետին Մի հատ եթե ուղղակի ամեն ինչը սենց համաչափ անենք 0-ի նկատմամբ տեսնենք ինչ է դառնալու
Դառնալու է մինուս a մինուս a մինուս a ու մինուս r, չէ՞։ Այսինքն մինուս x անգամ a։ Նույն թվերի հակառակ թվերը։ Այսինքն եթե զուտ տրված արտահայտության երկու կողմերը, հավասարության երկու կողմերը մինուս 1-ով բազմավարկեն, կլինի մինուս m-ը հավասար է մինուս ax հանած r։ Այստեղ այն իրավիճակը ստացանք, երբ մնացորդը գրում ենք բացասական, որովհետև տեսեք, այստեղ 10-ը 7 անգամ 1 գումարած 3-ներ, երեցինք 10-ը 7 անգամ մինուս 1 գումարած մինուս 3։ Մինուս 10 էլի։ Դեպքում 4-րդ բա ոնց եղավ, Նարեկ ջան, 4-րդը ինչ եղավ 15 անգամ 0։ Որովհետև եթե որ ուզում ենք հաշվենք 9 15-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալիս, քանորդում 0 է ստացվում, մնացորդում 9, չէ՞։ Այստեղ մեր բաժանելին բաժանարից փոքր է, էլի այս դեպքը։ Հա, չէ՞ որ աստիկ մինուս 1-ով որ բազմապատկում ենք։ Հա, եթե դրական թվերով էլ գրենք, 9-ի մնացորդը 15-ի վրա ինչ է ստացվում։ 9 հավասար է 15 անգամ 0 գումարած 9, չէ՞։ Որ դրանց բացասականները գրենք, կստացվի 15 անգամ մինուս 0, որը 0-ն է, գումարած մինուս 9։ Նա եթե տեղից փորձենք վերականգնենք, այս արտահայտությունից փորձենք վերականգնենք մեր դրական r-ը, x մինուս 1 չի լինում ընդը։ այսինքն որ մնացորդը ստանանք բան, ճիշտ միջակայքում 0-ից մինչև a, այդ դեպքում ինչ պետք է անենք, այստեղ մի հատ կարանք x գումարենք անենք, չէ՞, արտահայտության այս կողմից։ Ստացվի մինուս a մինուս ax մինուս x պլյուս x մինուս r։ Այսքանը x-ի բաժանվող թիվն է լինում, այսքանն էլ մեր մնացորդն է լինում։ Այսինքն կլինի մինուս x մինուս 1 մինուս x մինուս 1 անգամ a գումարած x մինուս r։ Չէ, x անգամ a մինուս 1 մինուս a մինուս 1 x-ը ընդհանուր համբույր։ x անգամ Ներողություն։ մինուս a մինուս a 1։ պետք է գումարենք անենք, բայետակառնեցի, մենք a-ի վրա մնացորդն ենք նայում, ոչ թե x-ի։ Այսինքն դրա համար ստեղ մի հատ a ենք հանում գումարում։ Համար x մինուս 1 է ստացվում։ Մինուս x մինուս 1 անգամ a գումարած a մինուս r։ Հա, մինուս ընդհանուր հանենք x պլյուս 1, թե։ Ուրեմն այստեղ որ այս հարցականները ջնջենք, տեղը կլինի a անգամ մինուս x մինուս 1 գումարած a մինուս r։ Որ տեսնենք մեր օրինաչափությանը այստեղ գտած բավարարում է։ Մինուս 2 գումարած մինուս 6 էր գրած, մինուս 2-ի տեղը մինուս 3 դառավ ու մնացորդը դրական։ Մինուս 2-ի փոխարեն էլի մինուս 3, մնացորդը դրական, 0-ի փոխարեն մինուս 1, մինուս 1-ի փոխարեն մինուս 2։ Հիմա կարելի է մի օրինաչափություն էլ ասել, էլի, որ հիմա նկատեցի։ Ասենք դրական եւ բացասական մնացորդների բացարձակ արժեքների գումարը ուղղակի a է։ Այդ օրինաչափությունն էլ մենք այնտեղ օգտագործեցինք, որ եթե ուզում ենք մնացորդը սարքենք դրական, այսինքն մի հատ a գումարենք անենք։ Այստեղ մինուս հանած r էր լինում, հիմա a հանած r-ը լինում։ Այսինքն եթե այս r-ի մոդուլը գումարենք բանին, r-ը գումարենք a մինուս r-ին, ստանալու ենք հենց a։ Այսինքն այդ մի հատ նորից ձևակերպենք, ուրեմն եթե m-ը a-ի բաժանելիս տալիս է r մնացորդ, ուրեմն մինուս m-ը a-ի բաժանելիս կտա a մինուս r մնացորդ։ Մեկ եք տեսնենք, թե ինչ մնացորդ կտա մինուս 7 անգամ մինուս 10 մինուս 7 անգամ մինուս 15-ը
6-ի բաժանելիս։ Մինուս 7-ը 6-ի լինում է մինուս 1 մնացորդ։ Նայր մինուս 3 մնացորդ։ 3? Ուրեմն իրանց արտադրյալը կտա 3 մնացորդ։ Այստեղ հասկանանք, որ այս մնացորդների բազմապատկման են վերևի հատկությունը աշխատում է բոլոր դեպքերում, կապ չունի մեր թվերը բացասական են, մեր մնացորդը բացասական ենք նայում, թե հենց այդ դրական ամենափոքրն ենք նայում, բոլոր դեպքերում ինքը աշխատում է, որովհետև այս դեպքում օրինակ ոնց է լինում, մինուս 7-ի փոխարեն կարան գրենք մինուս 6 հանած 1 անգամ մինուս 12 հանած 3, որ փակագծերը բացենք, էլի ստացվելու է 6-ի բաժանվող ինչ-որ արտահայտություն, 6y ու գումարած մինուս 1 անգամ մինուս 3-ը, չէ՞։ Այսինքն 6y գումարած 3։ Մի հատ էլ սենց թվերով նայենք։ Լավ, հենց մինուս 7 անգամ 15 գրենք, չէ՞ լավ, այս մի քիչ շատ պարզ կլինի, մինուս 9 անգամ 17-ը 8-ի բաժանելիս ինչ մնացորդ կտա։ Մինուս 1 մնացորդ։ Մինուս 1 անգամ մինուս 7։ 1 մնացորդ։ Մինուս 1 անգամ մինուս 7։ մինուս 7, իսկ մինուս 7-ը ավելի հարմար կարանք գրենք։ Հա, եթե դրականով գրենք, կգրենք։ Կգրենք 1, չէ՞։ 1։ Օրինակ ստեղ այդ որ ասում էի թիվը փոքրացնել նշանի հաշվին, այս այդ օրինակն է, կարանք գրենք մինուս 1 անգամ մինուս 7, բայց մինուս 7-ը կարանք փոխարինենք 1-ով, որը ավելի հեշտ կլինի զուտ բազմապատկում անելու տեսանկյունից, միանգամից կստացվի մինուս 1 մնացորդ։ Կարանք այս նույնը գրենք մինուս 1-ի փոխարեն ստեղ ասենք 7 մնացորդ է տալիս, սա էլ մինուս 7 մնացորդ է տալիս, ուրեմն արտադրյալը մինուս 49 մնացորդ է տալիս, իսկ մինուս 49 մնացորդը մինուս 1-ն է, որը նաև 7-ն է։ Այսինքն այս մնացորդները ոնց որ իրանց հետ լիքը կարանք խաղանք, էլի։ Ընդհանրապես, երբ որ գաղափարները ընդհանրացնում ենք, ասենք բնական թվերից անցնում ենք ամբողջ թվերի, նաև անցնում ենք կոտորակների, մեր այդ անցման ընդհանրացման գաղափարի այդ հիմնակարը այնա, որ նենց անենք այդ ամեն ինչը, որ մեր ունեցած բոլոր գործողությունները նույն ձևով տարածվեն, աշխատեն ամեն ինչը աշխատի։ Դրա համար այս մաթեմատիկան ոնց որ տենց լավ մոդելավորում լիքը բաներ, որտեվ ոնց որ այդ գաղափարները ավելի ճիշտ նենց են ընտրված, որ ընդհանրացնելուն զուգահեռ իրանք աշխատում են։ Հիմա այս բացասական մնացորդների գաղափարն էլ համ մնացորդի ընդհանրացման տեսանկյունից, եթե իրան դրական բացասական ենք նայում, համ էլ բաժանելի ոնց որ թույլատրելի արժեքների միջակայքի ընդհանրացումից, այսինքն բացասական էլ կարող լինի բաժանելին, էլի ստացվում է, որ այդ մնացորդի գաղափարը ու իր հատկությունները նույն ձևով ամեն ինչը ընդհանրանում են, մոտ այնց ահագին հարմար է ստացվում։ Մի հատ էլ եկեք օրինակ նայենք, տեսնենք, եթե փորձենք բաժանարարը բացասական սարքենք, այդ դեպքում արդյոք ամեն ինչ նույն ձև կաշխատի, թե չէ։ Օրինակ փորձենք 15-ը նորից գրենք հավասար է մինուս 7 անգամ x գումարած r։
Եթե սենց փորձենք անենք R-ի հետ կապված ինչ պետք է ասենք, որտեղ պետք է լինի -7-ը բաժանարարն է։ Այլ փորձում ենք բանենք, էլի։ Տեսանք, որ մնացորդը կարող ենք բացասական գրենք ամեն ինչ աշխատում է, բաժանելին կարող ենք գրենք, տեսնենք բաժանարարը կարող ենք գրենք, թե պրոբլեմներ կստանանք։ Բայց դա նույնը չի, որ -15 բաժանենք 7-ի։ Ինչ իմաստով նույնը։ Այսինքն դրականը բացասականի վրա բաժանելիս միևնույն է, նույնը չի ստացվելու։ Բայց երբ որ մնացորդ կա արանքում, այդքան էլ տենց լրիվ համարժեք չեն, էլի։ -7 անգամ։ Ձեր ասածը այն էր, որ մնացորդն էլ 6 վերցնենք։ Ձեր ասածը այն էր, որ բացասական դրական, երբ որ հակառակ նշաններով բաժանում ենք, կարանք ոնց որ տեղերը փոխենք, չէ՞։ Հա, այդ էր ասածս։ Աշխատում է այդ գաղափարը, ուղղակի մնացորդի նշանն էլ պետք է զուգահեռ փոխենք, չէ՞։ Որովհետև իհարկե մնացորդին էլ կփոխենք, եթե այդպես անենք։ Սա կլինի 7x հանած R, չէ՞, եթե ամեն ինչը X-ը կարող ենք վերցնել բացասական։ X-ը վերցնում ենք բացասական, թե ամբողջ թիվ։ X-ը ամբողջ։ Դենք -7 անգամ -3 գումարած -6։ Ուրեմն -15 հավասար է -7 անգամ -3 գումարած -6։ Չվերքան -7 չէ, 7 անգամ -3 7 անգամ -3 գումարեցինք 6։ Այսինքն նույնը 7 անգամ -2 գումարած հանած 1։ Իսկ վերևում կարող ենք գրել -7 անգամ -2 գումարած 1։ Այստեղ կարանք տենց գրենք -7 անգամ -2 գումարած 1 կամ -7 անգամ -3 հանած 6։ Այսինքն այդ որ ասում եք մինուսը պլյուսի բաժանելիս ոնց որ տեղերով շրջանում, դա տեսնում ենք, էլի, որ ամենավերևում ինչ, որ վերևում -7 անգամ -2 -1 Չէ, գումարած 1, որովհետև ստեղ 15-ը դրական է։ Ստեղ դրականը բաժանել ենք բացասականի։ Սա դրական է տալիս, այլ որ նայենք ստեղ կտեսնենք, որ այս նույն արտահայտության լրիվ նշանները փոխածն ենք ստանում։ Այդ որ ասացիք -15-ի փոխարեն 15-ը բաժանենք նշանները շրջենք, այդ լրիվ վերևում է։ Ու այս դեպքում էլ էլի ամեն ինչը աշխատում է նույն ձև, այդ հատկությունները էլի բաժանելիության հետ կապված, մնացորդների հետ կապված արտադրյալի եւ այլն։ Ուղղակի բացասական օրինակ բերեք, խնդրի օրինակ։ Ինչ իմաստով խնդրի օրինակ։ Մի հատ օրինակ է։ Որտեղ կա, ասենք, կարիք կլինի։ Օրինակ չէ՞։ Տեսեք օրինակ, որ խնդիր առաջարկված լինի ու մենք լուծենք։ Տեսեք, բացասական բաժանարարով խնդիր երևի չեմ կարող մտածեմ, որովհետև ինքը տենց կյանքում բացասական բաժանարար ոնց պետք է էլի փորձենք մանդայինները բաժանենք -7 հատանոց խմբերի կամ -7 հոգու մեջ, այդքան էլ բան չի, բայց երբ որ բացասականը բաժանելին է, կարելի է ինչ-որ բաներ մտածել, օրինակ բացասական բաժանելի կարող լինի ինչ-որ պարտք, որը պետք է բաժանել մի քանի հոգու միջև, կամ կարող լինի ինչ-որ խորություն, որը պետք է մի քանի հատ աստիճաններով հաղթահարել, չէ՞։ Ասենք Ջերմաստիճանի վերաբերյալ, եթե ջերմաստիճանի, ասենք, բարձրացում կամ իջեցում տեղ նայած ոնց ենք վերցնում -15 կամ 15-ը։ Մի հատ sense օրինակ, եթե ասի պետք է 15 մետր խորությամբ փոսի մեջ իջնել ու ունենք 6 մետր երկարությամբ աստիճաններ, այս դեպքում թվային առանցքի վրա ոնց որ 6-ով հետ կգնանք, չենք կարա, չէ, ասենք 2 հատ աստիճան դնենք, վերջում 3 մետր ընկնենք, դրա համար 3 հատ ենք դնում ու վերջում այսքան ավելանում է։ Այդ ավելանալը էլի այդ բացասական այդ մնացորդի բանն է, էլի, որ մնացորդը այս դեպքում դրական ենք նայում, դրա համար իր ճիշտ բանը տենց լինում է
մինուս 3 անգամ 6 գումարած 3։ Շնորհակալություն։ Իսկ ասենք հնարավոր է ենթադրենք տրված է 250-ի 350 աշճանը 4-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալի, հնարավոր է սրա միջոցով գտնել։ 250-ի որը 250-ի 350 աշճանը 4-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալի։ 4-ի կբաժանվի, որովհետև զույգ թվի Դե նստի բերսենք ասենք 3-ը։ 253-ն այնք թեկուզ։ Հնարավոր է այս ձեր բացատրած այդտեղ կիրառել։ Օրինակ 253-ի համար հենց շատ հեշտ կարանք անենք, ոնց կանենք 253-ը ինքը 254-ից հանած 1-ն է, չէ՞։ Երկան 253-ը 252-ին գումարած 1-ն է։ 252-ը բաժանվում է 4-ի։ Ուրեմն Որ գումարում ենք 1 ու բարձրացնում ենք 350-րդ աստիճան։ Հիմա տեսնենք աստիճան բարձրացնելուց ոնց է փոխվում։ 252 գումարած 1 անգամ 252 գումարած 1-ը նույն 1 անգամ 1 մնացորդն է, չէ՞ տալու։ Հենց ասած հատկության համաձայն։ 1 անգամ 1 մնացորդն է տալու ու հետո աստիճան բարձրացնելուց ուղղակի լիքը անգամ 1 մնացորդ տվող թվեր բազմապատկում ենք իրար։ Արդյունքը քանի մնացորդ կտա 1-ի 350 աստիճան, աստորեն սա կարանք գրենք բաղդատելի է 1-ի 350 աստիճան 4-ի բաժանելիս, որը 1-ն է։ Իսկ 251-ը եթե հարցներ, ինձ պայտակ թվաց թե սա 3 մնացորդ է տալիս, դրա համար է ուզում այդ անենք, բայց սա է 3 մնացորդ տալիս։ Ստեղ կարանք երկու ձևով եկեք էսի լուծենք, մեկը գրենք սենց 3 կամ 48-ին գումարած 3, առաջի ձևը 248-ին գումարած 3-ի 350 աստիճանը, սա որ գրենք ուղղակի 3-ի 350 աստիճան, եթե այս տրամաբանությամբ անենք, մի քիչ դժվար կստացվի, որովհետև 3-ի 350 աստիճանի տակից էլ պետք է դուրս գալ։ Հանդեղ օրինակներում հանած 1 կգրենք։ 251 հանած 1 գրենք։ Հեսա այդ ձև էլ կգրենք։ Այս մի հատ ամեն դեպքում սա անենք։ Սա 3-ի 350 աստիճանն է նույն։ Իսկ 3-ի 350 աստիճանը կարանք գրենք 3-ի քառակուսու քանի 175, հա։ Իսկ չեն կարող գրել 4-ի հանած 1-ի։ Կարանք այս այդ ձև էլ կանենք, ուղղակի ամեն դեպքում այս ձևն էլ ուզեցի անենք, որ տեսնենք, որ Այսինքն 9-ի 175 աստիճանն է։ 9-ի 175, իսկ տեսնենք, որ այս տրամաբանությունը ուրիշ տեղեր էլ է էլի կիրառելի, որ ուղղակի նույնիսկ սարքելով տակից դուրս չենք գա, պետք է համատեղենք այս մյուս տրամաբանության հետ։ Նախորդ տարի այս տեսակ վարժություններն այլ են, չէ։ Հիմա երևի խորանարդ է, հա, վերցնենք, թե։ Չէ, հիմա արդեն տեսնում ենք, որ 9-ը արդեն 1 մնացորդ տվեց։ Ահա, դա։ Ուրեմն սա էլ արդեն 1-ի 175 աստիճանն է։ Ստեղ հավասար էր։ 1-ի 175, որն էլ 1-ն է։ Իսկ բացասական մնացորդով հնարավոր է ստանալ։ Հիմա նույնը անենք բացասական մնացորդով 251-ի 350 աստիճանը կարանք գրենք 252-ից հանած 1, ինքը մինուս 1 մնացորդ է, չէ՞ տալիս։ Դրա 350 աստիճանը։ Նա քանի որ բացասական մնացորդի դեպքում լրիվ նույն ձև աշխատում էր ոնց դրական մնացորդի դեպքում, ուրեմն սա կարանք ասենք նույն մնացորդն է տալու, ինչ մինուս 1-ի 350 աստիճանը։ Էլի 1-ի է հավասար։ Քանի որ զույգ աստիճանն է, կլինի դրական։ զույգ աստիճանը ստացվում է 1։ Շատ հեշտ է։ Ստացվում է 1, փաստորեն։ Այստեղ 4-ի բաժանելիս ստացվող մնացորդի հեշտայինն է, որ եթե զույգ թիվը ուղղակի զույգ թիվը աստիճան բարձրացնելուց հաստատ 4-ի կբաժանվի, իսկ եթե կենտ թիվ է, ուրեմն կամ 1 մնացորդ է տալու, կամ մինուս 1 մնացորդ է տալու,
ու երկուսն էլ աստիճան բարձրացնելը հեշտ է, էլի։ Համ 1 աստիճանը ինչքան ուզենք կբարձրացնենք, համ -1-ը, մեկը հեշտ բաներ ենք ստանալու։ Մի հատ էլ հիմա փորձենք նենց օրինակ մտածենք, որ պետք լինի այս վերևի գրած երկու տրամաբանությունները խառնել իրար, որ լավ ստացվի։ Եթե ասենք 350-ի փոխարեն լիներ 351 աստիճան, ասենք -1-ի 351 աստիճան ստանայինք -1, բայց պատասխանը մնացորդը դրական թվով կգրենք, չէ՞։ Ուրեմն կգրեինք 3, եթե լիներ 3 կգրենք։ Հա, բարձր։ Իսկ աստիճան բարձրացնելով հեսա տենց օրինակ, հեսա մի հատ մյուս օրինակից մտածենք, հետո դա էլ կանենք։ Սա կլինի -1-ի 351, -1, որն էլ նույն 3-ն է։ Այս ամեն ինչը 4-ի բաժանելուց է գրած։ Այս բաղդատման վերջում սովորաբար փակագծում գրում են որ հենց 250-ն է։ Հիմքը 250-ն է։ -2 Դեպքում կարիք չկա ուղղակի բան անելու, որովհետև զույգ թվի կոնկրետ 4-ի բաժանվելու դեպքը մի քիչ հեշտ է։ Կարանք ասենք 2-ի 351 աստիճանի է բաղդատելի, որը հավասար է 4 անգամ ինչ-որ մի բան, էլի, մեզ էական չի։ Կարող է զույգ թվի աստիճանը 4-ի բաժանվում է հաստատ։ Մնացորդ չի տալու, էլի, այսինքն բաղդատելի է 0։ Լավ, մի հատ աստիճան գրենք, շատ հավանական է, որ պատահաբար հենց այս երկուսն էլ կիրառվեն մեջը։ Օրինակ 19-ի Չմերկյան ավելի մի քիչ մտածեմ, որ զույգ աստիճան մի հատ էլ զույգը կենք բարձրացնենք, հա։ Ավելի հետաքրքիր ստացվի երևի։ Դուք թվեր ասեք, գրենք, տեսնենք ինչ է ստացվում։ 111-ը 224-ի։ Ու ինչի բաժանելից մնացորդը։ Բաժանելից 5-ի, ինչ մնացորդ կտա։ Սա ուզում ենք գտնենք մոտ 5։ Ուրեմն նախ պետքա քննարկենք, հասկանանք այս ամենաներկևի հիմքը 5-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալիս ու իր աստիճան բարձրացնելուց իր վարքը ոնց է փոխվելու։ 19-ը բաղդատելի է -1 ըստ մոդուլ 5-ի, չէ՞։ Այսինքն 5-ի վրա տալիս է -1 մնացորդ։ Հիմա քանի որ -1 է տալիս, ուրեմն սա բաղդատելի է -1-ի 111-ի 224, ու այս դեպքում ընդամենը պետք է հասկանալ ցուցիչը զույգ է թե կենտ։ Եթե զույգ լիներ, մնացորդը կլիներ 1, իսկ եթե կենտ է, մնացորդը ստացվում է -1։ Այսինքն այս դեպքում մեզ շատ էական չի, թե ցուցիչը ինչ մնացորդ կտա։ Ոնց որ շատ խորանալ պետք չի, էլի, մի քիչ բարձ դեպք ստացվեց, որ ընդամենը պետք է հասկանալ զույգ է թե կենտ, ու քանի որ կենտ է, ուրեմն սա -1-ն է, նույն -1-ի կենտ աստիճան։ -1 կենտ զույգը 111 անգամ 224 զույգ չի։ 111-ի 224 ենք գրել։ 111-ի 224 Կենտ ցուցիչ է լինում, կենտ 4 մնացորդ։ Հա, -1 մնացորդը կլինի 4-ը։ -1-ը Նախորդ տարի բացատրությունը, հա, պարոն Գոգյանը նման վարժություններ արվել էր։ Մի հատ էլ ուրիշ ձև նայենք, որ հետո մնացորդները գրելով գնացել են։ Հա, մնացորդները գրելով, հա, գնում ենք։ Մի հատ էլ տենց մի քիչ ավելի խառնոտ օրինակ նայենք, որ միանգամից չստացվի։ Իսկ ենթադրեք պահանջվի վերջին թվանշանը ինչ է տվյալ ցուցիչի արդյունքի արտահայտության։ Այդ ավելի հետաքրքիր թեմա է։ Վերջի թվանշանը 10-ի բաժանելուց ստացվող 10-ի բաժանելուց ստացվող մնացորդն է, ու ոնց անենք, որ 10-ի մնացորդը գտնենք։ Այստեղ ինչ կարանք անենք։
Դե 19-ը 10-ի բաժանելիս մնացորդը 9, 19-ի 1 աստիճանը։ Օրինակ 19-ի փոխարեն մի քիչ թիվը ավելի վատը սարքենք, 17, չնայած էս էլ շատ վատը չի, բայց ոչինչ լավ, 17-ի 111-ի 224, սա փորձենք գտնենք 10-ի բաժանելուց ինչ մնացորդ է տալիս։ Պարբերությունն ենք գտնում։ Ինչն ենք գտնում։ Պարբերությունը, չէ՞։ Կարանք պարբերությունն էլ գտնենք, բայց կոնկրետ այս դեպքը ավելի հեշտ էլ տակից դուրս կգանք, այն վերևի ասած տրամաբանությամբ, որ 17-ը գրենք 3 մնացորդ, սա բաղդատել է 3-ի 111-ի 224, 3 մնացորդը ոնց ստացանք։ 3 թե մինուս 3։ 7 մնացորդ։ Մինուս 3 մնացորդ։ Մինուս 3-ի 111-ի 224 է ստացվում։ Սա իտեք ուղղակի գումարած մինուս 3։ Երկու անգամ 10 գումարած մինուս 3։ Սա գրենք մինուս 3-ի մինուս 3-ի ինչ որ կենտ աստիճանա, չէ, 2 կա պլյուս 1 աստիճանա։ Սա կարանք վերափոխենք, սենց գրենք, ձևափոխենք մինուս 3 անգամ մինուս 3-ի 2 կա աստիճան, որը կստացվի մինուս 3 անգամ 9-ի կա աստիճան, որը մինուս 3 անգամ մինուս 1-ի կա աստիճանն է, չէ։ Այսինքն եթե նաև պարզենք, թե կան զույգա թե կենտ, մնացորդը կգտնենք։ Մինուս 1-ի կան որտեղի ինչի բաժանենք։ Ուղղակի գրեցինք, որ այս 9 է, փակագծի միջի 9 է, նույն մինուս 1-ն է, ըստ մոդուլ 10-ի։ Այս մինուս 3-ին ձեռք չտվեցինք, 9-ի կան փոխարինեցինք մինուս 1-ի կայով։ Այսինքն հիմա պետք է հասկանալ, ստեղ կան զույգա թե կենտ, նշանակում է պետք է հասկանալ այս թիվը 4-ի բաժանելիս 1 մնացորդ է տալիս, թե 3 մնացորդ է տալիս։ Հետո եկեք հասկանանք 111-ը 224-ը բաղդատելիա մինուս 1-ի 224 ըստ մոդուլ 4-ի, չէ։ Հիմա ստեղ արդեն մոդուլ 4 ենք նայում, այդ մասը գրենք, որ չխառնենք։ 112-ն է բաժանվում, ուրեմն մինուս 1-ի 224, այսինքն 1 մնացորդ է տալիս։ Եթե 1 մնացորդ է տալիս, ուրեմն ստեղ կարենք գրենք 4 կա գումարած 1, ստեղ էլ գրներ 4 կա, ստեղ էլ գրներ 2 կա, ստեղ էլ 2 կա, ուրեմն եղավ մինուս 3 անգամ 1, մինուս 3։ Ուրեմն այս թիվը 17-ի 111-ի 224-ը տալիս է մինուս 3, կամ որ նույնն է 7 մնացորդ 10-ի բաժանելիս։ Մինուս 3-ը դա 7-ը չի լինում։ 7-ն է լինում։ Մինուս 7 ասեցի, հա։ Չէ, դուք ասցիք մինուս 3 ու կանգնեցիք, ես մտածեցի այդպես, որ պիտի դրական լինի։ Տեսեք, ստեղ այդ վերևի բանը, որ ասում էի, որ որտեղ էի ասում, հա, այս մինուս 1-ով նայելն էլ կարայինք ստեղ, 3-ով նայելն էլ կարայինք, հետո 3-ը, որ 9 ենք սարքում, տրամաբանությունը ստեղ ահագին օգտակար է, որովհետև առանց դրա մի քիչ ավելի դժվար կկարանանք տակից դուրս գայինք։ Մյուս եղանակը այն է, որ ուղղակի նայենք, թե 17-ի աստիճանները ինչ մնացորդ են տալիս 10-ի բաժանելիս, պարբերությունը գտնենք ու այդ ձևով անենք։ Բայց դրա համար եկեք մի քիչ ավելի խելամիտ օրինակ նայենք, երկուսի ինչ որ 19-ի 346 աստիճանը ինչ մնացորդ կտա 7-ի բաժանելիս օրինակ։ Գտնենք մոդ 7։ Բացասական մնացորդով պարբերություններն են նույնը կլինեն ոնց որ դրականները։
Այսինքն բացասական մնացորդը նույն դրական մնացորդն է, ուղղակի ուրիշ անուն տված, էլի, ինքը ոնց որ էությունը չի փոխվում, չէ՞։ Նարեկ ջան, բայց խնդիրներում պիտի անպայման դրական գրենք, թե կարելի է բացասական էլ գրել։ Որպես պատասխան միշտ ընդունված է դրական գրելը, որովհետև Դրական, չէ՞։ Ճիշտ սահմանման մեջ ինձ ամենահստակ էլի, ոչ բացասական թիվ է։ Տեսեք, որ ասում է գտնել մնացորդ նշանակում է մնացորդը տենց միակ որոշվող մնացորդ է։ Իսկ եթե միակ որոշվող է, ուրեմն ինքը 0-ից մինչև միջակայքի թիվ է, էլի, որովհետև եթե այս միջակայքից նայենք, այստեղ փոքր է, այսինքն փոքր կամ Ձեր ձայնը կտրտվում է։ Չգրենք, մենք ոսմեկն ենք չգրենք։ Կտրտվում է։ Այ, ինձ դզվեց։ Ահա։ Եկեք դե սա էլ անենք։ Կներիք, հա։ Մի բան հարցնեմ, հա, կներիք։ Որ մեր թվի 111 աստիճանը բարձրացրեցինք 200 քանի 24 աստիճան։ Այստեղ արդյոք ցուցիչները իրանք չեն բազմապատկում դառնում դրական, թե այստեղ չի օգտագործում դա։ Դե մենք ստեղ ոչ թե բան ենք արել, ոչ թե գել ենք 117-ի։ Չէ, այստեղ ոչ թե գել ենք 117-ի 111-ը բարձրացրած այս աստիճան, այլ գել ենք 17-ի 111-ը բարձրացրած այս աստիճան։ Իսկ սկզբից այս վերևի ցուցիչի բարձրացումն ենք անում 111-ի 224։ Հետո 17-ը բարձրացնում ենք այդքան աստիճան։ Եթե այստեղ փակագիծ դնենք, դեր ասածը ճիշտ կլիներ, էլի, բայց երբ որ փակագիծ չենք դնում, տենց նշանակում է, որ վերևից ներքև ենք իջնում։ Այսինքն այս ցուցիչը աշխատում է իր տակի վրա, իսկ այս ցուցիչը աշխատում է իր տակի վրա։ Շնորհակալ եմ։ Այստեղ էլ համենայն դեպս փակագիծը դնենք, որ շփոթություն չառաջանա։ Գտնենք սա 7-ի բաժանելիս ինչ մնացորդ է տալիս։ Էլի առաջի քայլը այն է, որ տեսնենք թե այս հիմքը 7-ի բաժանելիս 7 հիմքը ցուցիչ բարձրացնելիս 7-ի բաժանելիս ինչ վարքա դրսևորում։ Մնացորդները եկեք նայենք 2-ը 2, 4-ը 4, 8-ը 1, հետո նորից 16-ը 2, 4, 1, ուրեմն Հիմա 13 բարբերությամբ կրկնում։ Բարբերությունը 3 է, ուրեմն հետաքրքրում է թե ցուցիչը 3-ի բաժանատար հասկանանք, այս 3 դեպքերից որն է։ 19-ը 3-ի։ Գտնենք թե 19-ի 346-ը սա բաղդատելի է 1-ի 346 ըստ մոտ 3-ի, չէ։ Ուրեմն մեկ մնացորդ է տալիս, 2-ի մեկ մնացորդ տվող աստիճանները, 1-ը, 4-ը, հաջորդը, բոլորը տալիս են 2 մնացորդ։ Ուրեմն սա բաղդատելի է, գրենք սենց 2-ի 3 կապելյուս 1, որն էլ բաղդատելի է 2։ Այսինքն մնացորդը կլինի 2-ը 7-ի բաժանելիս։ Առաջին երկուսն է։ Հարցեր կան։ Հասկանալի է։ Այս ամեն ինչը, այս աստիճան բարձրացնելն էլ լրիվ նույն ձև աշխատում է բացասական թվերի հետ կապված էլ էֆեկտը է դա էլի, որ այս լրիվ նույն տրամաբանությունները բացասական մնացորդներով էլ կարանք նայենք, բացասական բաժանելիներով էլ կարանք նայենք, ամեն ինչ կմնա նույնը։ Այս օրինակում մնացորդը 2 ստացանք, չէ։ Առաջին անդամը այդ բարբերական շարքի։ Այստեղ կարանք մի քայլ էլ սենց ավել գրենք, այսպես ասած, գրենք 2 անգամ 2-ի 3 կա։ Այսինքն նկատում եմ այն մյուս ձևին բերենք, էլի մի հատ էլ։ Սա կլինի 2 անգամ 2-ի խորանարդի կա, 2 անգամ 8-ի կա, 8-ը մեկ մնացորդ է տալիս, սա կլինի 2 անգամ 1-ի կա։
Իսկ այս երկու ձևերը իրար sense ոնց որ բան են, էլի։ Շատ խիստ տարբեր են իրանից։ Դե լավ, հիմա ձայնագրությունն անջատեմ։ Շնորհակալ ենք։